Անցնենք մեր դասերի համակարգում ամենաբարդ դասը։ Քվանտային ծրագրավորումը պետք է անպայման հասնի ալգորիթմի, առավել ևս ծրագրային կոդի, այսինքն ալգորիթմերը լուրջ տեղ են գրավում։ Քվանտային ինֆորմատիկայում շատ մեծ տեղ է գրավում մաթեմատիկայից վերցրած ալգորիթմերից մեկը, որ կոչվում է Շորի ալգորիթմով ֆակտորիզացիա։ Այդ փորձենք ուսումնասիրել սա։ Այստեղ երկու ծրագիր ենք ներկայացնելու, մեկը Շորի ֆակտորիզացիան, մյուսը Ֆյուրեի շարքի քվանտային շարքի ստացումը, քվանտային ձևով պարբերության ստացումը։ Երկու մեծ ծրագրեր են, ինքը բարդ դասերից է, հեշտ չի մի դասի ժամում կամ ընդհանրապես մի հանդիպումով հասկացնել կամ փորձել ներկայացնել, բայց մենք դա կանենք։ 94 թվականին է դա ստեղծվել, մաթեմատիկա ինքը, այդ մաթեմատիկը մոդել է տվել եւ ասել է, որ քանի որ մենք ունենք կրիպտոգրաֆիայի աշխարհ, ամբողջ աշխարհը գտնվում է security-ի տակ, ինֆորմացիա գողանալ առաջի տեղում է, բանկերից որևէ բան ստանալ, առևտուր անել, բոլորը եթե շիֆրովկա չգնա, ապա դուք ձեր պարոլներից սկսած ձեր հաղորդագրությունները կտեսնեք։ Ֆակտորիզացիան դա մի հատ տեխնոլոգիա է, որ ապահովում է քո ինֆորմացիան շատ մեծացնում, խառնում է եւ հիմնականում RSA ալգորիթմով է երկու բանալիներով բաց եւ փակ բանալիներով աշխատում, հիմա 256 բիթովը ապահովագրված է, 124-ը արդեն բացվում է, տեսնենք կլասիկ կոմպյուտերներով, սակայն Շորը ասում է, եթե իմ ալգորիթմը բավարար լավ աշխատող համակարգիչ քվանտային լինի եւ աշխատի, ապա ցանկացած այսօրվա դրությամբ բոլոր շիֆրովկաները բացող են կամ մոտիկա բացման։ Ինչ ալգորիթմ է, որտեղից է եկել։ Ընդհանրապես պայմանավորվենք, որ Շորի ալգորիթմը ընդհանրապես էքսպոնենցիալ բարդությունը ուզում է մի քիչ պարզացնի։ Ուրեմն պայմանավորվենք, որ խնդիրները լինում են π տիպի պոլինոմիալ կամ n պոլինոմիալ, նո պոլինոմիալ երբեմն ասում են դա նո չի, կտեսնենք դեռ ինչա։ Π տիպի պոլինոմիալ խնդիրները այսօրվա կոմպյուտերներով, ընդհանրապես սուպեր համակարգչով թույլատրելի ժամանակահատվածում լուծելի են։ Թույլատրելի ժամանակահատվածը ո՞րն է։ Կարող է մի օր լինի, կարող է մի վայրկյան, կարող է 1 տարի։ Օրինակ 74-ական թվականների 4 գույների խնդիրը մեփին, քարտեզի 4 գունավորման խնդիրը մաթեմատիկայում ապացուցված չէր։ Ապացուցված էր, որ 5 գույնով ցանկացած տիեզերքում քարտեզ կգունավորվի, որ հարևանները նույն գույնը չլինեն, 3-ում անհնար է։ 4 գույնով ապացուցված չի մաթեմատիկան անզոր է։ Եվ 1974 թվականին ուղիղ 1 տարի, որքան գիտեմ ամերիկյան համակարգիչ, 1 տարի աշխատելուց հետո այդ խնդիրը լուծեց։ Այնտեղ հաշվարկ արեց, մեծ հաշվարկ։ Ահա ստացվեց, որ 1 տարին էլ է պոլինոմիալ, որովհետև բավարարեց պահանջը։ Ինչևից իր սահմանումը հեշտ չի։ Ուրեմն խնդիրները կարող են լինել պոլինոմիալ, այսինքն համակարգիչները ինչ որ սահմանափակումների մեջ ռեալ կարող են միլիարդ տարի չի լինում։ Եվ MP խնդիրներ, որոնք ավելի բարդ են համարվում, բայց կա սահմանում։ Pen դա երբ որ կարելի է լուծել եւ մեզ այստեղ գծագիր ունեմ ձեզ ցույց տամ, այս աջ մասում, այս գծագրի աջ մասում երևում է իր ով լինելիությունը։ Այսինքն ֆակտորիալ խնդիրները այս մասն է, շատ էքսպոնենցիալ են, էքսպոնենցիալ ֆակտորիալները կլասիկ կոմպյուտերները չեն լուծում։ Էքսպոնենցիալ ֆակտորիալ, էքսպոնենցիալ հենց էքսպոնենցիալները, ասենք ax աշճան կամ 2x աշճան, սա ասենք n-ի ֆակտորիալ եւ այլն, կամ 2n աշճան, այդպես կարող ենք վերցնել։ Այդ պոլինոմիալ այս գիծն է, այսինքն մի քիչ գծայինին է մոտենում։ Եթե գծային է գոնե, այսինքն էլեմենտների քանակը բարձրացնելուց n-ը ժամանակը time-ը լուծելու ժամանակը բարձրանում է, բայց որ գծային է, դեռ թույլատրելի, այսինքն պոլինոմիալը թույլ է տալիս համակարգիչներին աշխատել։ Եթե խնդիրը պոլինոմիալ ժամանակում չի լուծվում, ապա մեր համակարգիչները չեն կարողանում լուծել։ Այսինքն նրանք մտնում են մի ուրիշ տիրույթ։
եւ այդ ուրիշ տիրույթը կամ այլ տիրույթը դառնում է կամ ֆակտորիալ շատ բարդ կամ էքսպոնենցիալ էլի շատ բարդ։ Մեր այս մասում ես գեղեցիկ ձևով ներկայացրել եմ, նորից ցույց տամ։ Այս գրաֆիկան մենք մի անգամ ենք ցույց տվել, գուցե C շարքում, գուցե Q շարքում, լավ չեմ հիշում։ Ֆակտորիալը մի անգամից է թռնում, աշճանային 2-ի x աշճան, 3-ի x աշճան, էքսպոնենցիալ պայթյուն է կոչվում, կամ քառակուսի։ Ինչն է հետաքրքիր, n long n-ը, on նշանակում է order, այսինքն բարդության աշճան, ընդունված է collection-ներում, database-երում, ընդհանրապես ալգորիթմներում։ n-ը ուղիղ գիծն է։ Գծայինը արդեն գոնե պետք է գծային լինի։ Պարզ է, մեր երազանքն է լիներ լոգարիթմ n, կամ ընդհանրապես հաստատուն։ Օրինակ, այսպիսի ալգորիթմ մենք անցանք քառակուսի արմատներն, ոնց որ գրովերն էր կարողանում փնտրում կատարել, այդպիսի ալգորիթմ մենք փորձել ենք անցնել։ Ինչևիցե, այս է բարդության աշճանները ժամանակի հետ կապված եւ մեր սխեմայում, որպեսզի լրիվ ջնջեմ չերևա, մոտավորապես պոլինոմիալը, նոպոլինոմիալը, դա ավելի բարդ խնդիրներն են, բայց նա ինչն է հետաքրքիր։ Օրինակ, ասենք ֆակտորիզացիայի խնդիր ենք լուծում, մենք ֆակտոր ենք լուծում, փորձենք։ Ֆակտորիզացիա, ինչ է ֆակտորիզացիան իրանից ներկայացնում է։ Մի թիվ է, ասինքն որոնք երկու պարզ թվերի արտադրյալ է։ Այդ մի հատ թիվը n թիվ, որը հավասար է 5, 6, 9, 6 զույգ չպետք է լինի, որովհետև թե զույգ եղավ, ասինքն երկու զույգի արտադրյալ երկու զույգ է տալի, պարզ թիվ չի ստացվում։ Ինչևիցե, մի հատ շատ մեծ թիվ է, եւ ենթադրենք ինքը բաղկացած է երկու պարզ թիվ բաժանմայր եւ մեկի վրա։ Այդ երկուսի արտադրյալը, այսինքն ստացվում է, որ n-ը n-ը հավասար է n1 անգամ n2, այս երկու բաղադրիչներն ենք ուզում ստանանք։ Օրինակ 15-ի բաժանվում է 5-ի եւ 3-ի պարզ թվեր են, այսինքն ֆակտորիզացիա արեցինք 15 թիվը, մեր օրինակում այս 15 թիվն էլ երևի կերևա, կամ ասենք 21-ը եւ այլն։ Ինչ անում սկրիպտոգրաֆիան, ասում է շատ մեծ թիվ եմ խառնում, որի ես գիտեմ նրա բաժանարարները։ Դուք որպես այդ բաժանարարները ստանաք, պետք է միլիարդավոր տարի լուծեք, եթե իմ շիֆրովկան, ասենք, բիթերի քանակ ունեն։ Օրինակ հիմա 256 բիթով է, որը որ կլասիկ կոմպյուտերները պոլինոմիալ ժամանակում չեն կարողանում լուծել։ Քվանտային կոմպյուտերը, քանի որ զուգահեռ աշխատում, քվանտային կոմպյուտերները, համակարգիչները, ես այս կողմ թողնեմ, ուրեմն զուգահեռություն են ապահովում, բանից պարզում է, որ 256,000 նայած քյուբիտից է կախված, այս կարգի բիթերը ինքը բացող է, այդպես վերցնենք, ասինքն, եւ ստացվում է, եթե այդ կոմպյուտերները գան ու այդ ալգորիթմը արդեն կա, շիֆրովկայի խնդիրը պետք է անպայման լուծել։ Ինչա NP խնդիր, պայմանավորվում ենք։ Օրինակ, ֆակտորիզացիայի խնդիրը NP խնդիրը n առումով, ինքը պոլինոմիալ չի, ինան էքսպոնենցիալ է, չեք կարա լուծեք։ Դրա համար աշխարհը հանգիստ ապրում է ցանցով ինֆորմացիա ուղարկելով։ NP խնդիրները ասում է, եթե դու ունես բաղադրիչները, ասենք x1 եւ x2, կամ n1 կամ n2, n-ը հավասար է x1 անգամ x2։ Եթե դու բաղադրիչները ունես, ստուգելը շատ հեշտ է։ Այսինքն այստեղ շատ մեծ թիվ է, ինքը 6, 7, 8 միլիա, այս էլ է շատ մեծ թիվ։ Արտադրյալ ստանալը կլասիկ կոմպյուտերը շատ հեշտ է ստանում, իսկ եթե n-ը ունենք ինչ-որ թիվ, դեռ չենք կարող գտնել, որտեղ ցիկլ առաջանում, for առաջանում ու անverջ մեկ-մեկ ավելացնելով ստուգել, դա միլիարդավոր տարիների տեխնոլոգիա է։ Ինչևիցե, ստացվեց, մենք ունենք ֆակտորիզացիայի խնդիր, շորը այդպիսի ալգորիթմ է հայտարարում կամ փորձում, եւ ինքը ասում է, ես կօգտվեմ ինչ-որ մեկից, եւ դա ուրեմն կփորձենք Fourier շարքի տեխնոլոգիան ուսումնասիրենք, բայց դասական հաշվարկի մաս ինքը ունի եւ քվանտային հաշվարկ։ Այս քվանտայինն է արագացնում։ Ուրեմն շորի ալգորիթմը ասում է, որ խնդիրը լուծում ենք, եթե քվանտային կոմպյուտեր կա, հաստատ լուծում ենք պոլինոմիալ ժամանակում, այսինքն ռազումնի ժամանակում, ինչ պոլինոմիալ, շատ արագ։ Սովորական դասականը չի կարողանում։ Ինքը ունի դասական մաս, որը ասում է ֆակտորիզացիայի խնդիրը կրճատում ենք, հասցնում ենք այս կարգի ֆունկցիայի։ Մոտ n-ը
Ինչ է նշանակում դա կոչվում է մնացորդով է աշխատելու, որևէ հիմք է վերցնում եւ x-ը սկսում է անընդհատ փոփոխել։ Այս ֆունկցիայի պարբերություն գտնելու տեխնոլոգիան է։ Եթե այս ֆունկցիային կարողանում ենք պարբերություն գտնենք, այսինքն մեծ թիվը ինչ պարբերականության տեխնոլոգիայի տակ է մտնում, մեծ թիվ է տված։ Եթե դրա մեջ գտնում է ինչ որ պարբերություն, ապա օգտագործում է մի հատ շատ կարևոր անուն, որի անունն է Ֆուրիե, Ֆուրիեի շարքը գոյություն ունի, մենք հեսա Ֆուրիեի մասին խոսանք, սինուս կոսինուսների գումարը, ցանկացած անալոգիական խնդիր եւ այլն, ցանկացած շարք ինքը վերածում է կոսինուսների եւ սինուսների գումարի, դիսկրետացնում է, որ կյանքը հեշտ լինի։ Այդպիսի մեծ մաթեմատիկա կա, մենք չենք խառնվի, մենք IT ենք, մենք քվանտային ինֆորմատիկա ենք ուսումնասիրում, առավել եւս սանության կենտրոնը մենք տարել ենք միտեղ, որ կոչվում է ծրագրավորում, մենք կոդ ենք գրելու ամեն դեպքում, գոնե իմ թեմաները դրա մասին են գնում, դրա մասն է ծանրության կենտրոնը այդ տեղա գնում։ Ինչևից է, այսպիսով քվանտային շորը ասում է, քվանտային հաշվարկի մաս կա, որը կլասիկան չի կարողանում իմ ալգորիթմով, բայց եթե կա քվանտային համակարգիչ, ապա quantum Fourier translate այսքան գիտեմ կոչում, այս տեխնոլոգիան ինքը ալգորիթմ առաջարկում, որ այնտեղից կվերցնենք, ընդ ֆազաների հարց կլինի եւ այլն կլուծենք։ Ինչ է ստացվում, այս ֆորմուլան շորի ալգորիթմը ասում է, որ այս ֆորմուլայում ես պետք է ստանամ ֆունկցիայի պարբերություն։ Այս պարբերությունը եկեք խոշորացնեմ, նույնիսկ ավելի խոշոր։ Շատ լավ։ Շարունակեմ։ Հիմա քվանտային հաշվարկի ժամանակ մեզ առաջարկում է շորը անպայման պարբերություն պերիոդ եկեք անվանենք։ Այս պարբերություն գտնելու տեխնիկան է։ Եթե պարբերությունը մենք կարողանում ենք գտնենք, շորի ալգորիթմը աշխատում է։ Մնում է այդ թվի մեջ գտնել պարբերությունը, այսինքն չեք հասկանում, շարք է, այդ թիվը վերածվում է շարքի կարճ, ասած մեծ թիվ է։ Մաթեմատիկական շարքի է վերածվում, եթե շարքի պարբերությունը բռնացնում է, մաթեմատիկներ են, մենք իրանց գործի հետ ինչ գործ ունենք, մենք չենք խառնվում, հավատում ենք իրանց, այսինքն մենք էլ ինչ-որ բանի պիտի հավատանք։ Ուրեմն շարքա, եթե այդ պարբերությունը կարամ բռնացնեմ ինքն ասում, մի քիչ նես ոչ կլասիկ բառերով ասեցի, ապա ես խնդիրը լուծող եմ։ Ես ունեմ այդպիսի ալգորիթմ, որ ձեր ալգորիթմը այս բարդության է դառնում։ O long n խորանարդ։ Մենք x խորանարդի մասին խոսացինք, այստեղ երևի կերևա, բայց ինքը արդեն այստեղ կգնա երևի x խորանարդ x քառակուսի o long խորանը արդեն կգանա գալիս լոգարիթմական բարդության խնդիրների մեջ է մտնում։ Ինչևից է, ուրեմն լոգարիթմ n long սխալասի լոգարիթմ n խորանարդ տեխնոլոգիան շատ ավելի հանգիստ է։ Լոգարիթմ n-ը մեզ մոտ եթե գծագրում նայեք, լոգարիթմ n, խնդրեմ, այս մասն է, այս մասը, այս մասը ես մի հատ կապույտով ցույց տամ, այ մտնում է այս տիրույթը, սա շատ ոչ էքսպոնենցիալ է, դա նույնիսկ գծայինից է շատ լավը, այսինքն ոնց որ վտանգ է առաջանում security-ները բռնացնելու եւ ընդհանրապես։ Եղավ, ուրեմն մեր առաջի ֆորմուլան, առաջի իմաստը պարբերականության բռնելն է, ինքը Ֆուրիեից է օգտվելու շարքից, պարբերությունը պետք է տա Ֆուրիեն եւ քվանտային կոմպյուտերով, ինքը կրիպտոգրաֆիան կամ ֆակտորիզացիան, այսինքն թիվը վերածել պարզ թվերի տեխնոլոգիան, ինքը խոսք է տալիս կամ ստացվում է, որ այսքան թեթև ժամանակում կլինի։ Շատ լավ։ Խնդրի ձևակերպումը ինչպես է կատարվում։ Մենք այստեղ ունենք ուրեմն բնական թիվ n, այսինքն որը ֆակտորիզացնում ենք, նա պետք է վերածել պարզ թվերի, այսինքն երկու անհայտ պարզ թվերի ստացումը։ Նպատակն է գտնել այդ պարզ բաժանարարները, դասական ալգորիթմ պարզ է, ենթաէքսպոնենցիալ ժամանակում, որը որ անհնար է, շորի ալգորիթմ դա լուծում է, պոլինոմիալ ժամանակում, այսինքն նոր ցույց տվեցի գրաֆիկայով, պարկած կորն է, շատ կարևոր է, այս O long n կորն է, սա շատ լուրջ է, IT տեխնոլոգների, IT մասնագետների տեսակետից բարդության աստիճանը։ Օգտվում ենք հետևյալ ֆորմուլայից, գտնել i նկատմամբ մոտ n պարբերություն, դա մեր իսկական, կարճ ասած, ուրեմն ընտրովի թիվ է, ներողություն, n-ը մեր իսկական թիվն է, ուրեմն փոփոխական է,
Այսինքն հիմքա, որը ծեսնում ենք 2, հետո 3, հետո միլիոն, կապ չունի։ R-ը պատտացնում ենք, այսինքն այդ X-ն է, այս վերևի X-ը մեզ մոտ R-ա նշանակված, ինչ որ միտեղից վերցրած է։ Եվ ցանկանում ենք գտնել պարբերություն այն իմաստով, որ մնացորդը 1 լինի, այսինքն մնացորդը 1 լինելու տեխնոլոգիան հիմքա դրա շորի ալգորիթմ։ Նա ուզում է գտնի շարք, որի մնացորդը 1 լինի, այդ թվերը գտնի եւ այդ թվերի միջոցով ֆակտորիզացիան շատ կարճացնի պոլինոմիալ ժամանակից շատ ավելի արագ նույնիսկ, եթե պոլինոմիալը գծայինին է ավելի մոտ։ Ահա ամբողջ իմաստը այս մեկի խնդիրն է։ Մոդ, եթե ես չեք մոռացել, ասեմ, մոդը դա մնացորդն է։ Տոկոսով բաժանելն է, եթե C# C++-ի հետ է կախված։ Օրինակ, եթե ասենք մենք ուզում ենք ան վերցնենք 3, R-ը վերցնենք 2, 3-ի քառակուսին 9-ն է, բաժանած n-ի, այսինքն վերցնենք, ենթադրենք 9 բաժանած n-ի, n-ը եթե վերցնում ենք եթե 8, ապա ստացվում է 1 մնացորդ, ուրեմն եթե n-ը 8 է, ան 3 r-ը 2, մնացորդը 1 տալիս է, ինչն է հետաքրքիր, այս կոմբինացիան շորին ձեռք է տալիս ոչ գեղեցիկ բառերով, այսինքն շորը ընդունում է գտնել այն թվերը, որտեղ մնացորդը այս ֆորմուլային բավարարում է, մնացորդը 1, եթե մնացորդը 1 չլինի, ինքը անվերջ ցիկլ է ընկնում, այսինքն ինքը չի կարողանում այդ պարբերությունից դուրս գա, ինչևից է, ուրեմն շորի ալգորիթմը օգտվելու է, ունի կլասիկ մաս, որը այդ շատ հեշտ լուծումներ է գնում այս GCD հեսա կորոշենք, ինչա, եւ ամենակարևորը պարբերություն գտնել, նորից եմ ասում, պարբերությունը գտնել մոդ 1-ով, մոդ n-ով, որը 1 է տալիս, տենց վերցնենք, 1 մնացորդով, 1 մնացորդով։ Մենք մնացորդով գտնելու տեխնոլոգիան մենք չենք կարող, մենք մնացորդով տեխնոլոգիան մենք չենք կարող պոլինոմիալ ժամանակով, այսինքն ռազումնի խելացի ժամանակահատվածում, անվերջ խնդրեմ 10 տրիլիոն տարի թող լուծի, կգտնի։ Ով կսպասի այդքան չգիտեմ, արևը հաստատ չի սպասի։ Երկրորդը ինքը գալիս է GCD-ի լուծման, սա շորի կլասիկ կոմպյուտերն է հանգստանում։ Great Common Division-ը դա ամենամեծ ընդհանուր բաժանարը, այստեղ կլասիկ խնդիրը ինքը ֆորմուլա ունի, չենք ուզում ստվեր գցել ֆորմուլայի վրա, եւ սա այսի հրաման արդեն Q շարքում կա, ինքը ունի մեր իմացած հիմքը, որը հիմք ենք ընդունում, փորձում ենք, հիմք ենք ընդունում, փորձում ենք, ան մեզ հիմք է։ R-ը մեր բաժանարարն է, մենք R-ը ուզում ենք գտնենք, R-ը բաժանարարն է, այսինքն մենք ուզում ենք պերիոդը գտնենք, մենք այդ պերիոդ բառը կամ պարբերություն, բաժանարար սխալ ասեցի, պարբերություն բառն է, այսինքն նորից կրկնեմ, պարբերություն, R-ը մեր պարբերությունն է, մենք այդ պարբերությունը հենց գտանք, գրովերը պետք է, չէ, ինչա կոչում, Ֆյուրեի շարքը պետք է գտնին, Ֆյուրեի քվանտային շարքը, որտեղ դրանք տարբեր են, կլասիկը ուրիշ է, քվանտայինը մի ձևով ուրիշ է։ Պարզ է, շորի ալգորիթմը ան պատահական թիվ է, պատահականանում փորձում է, պատահականանում փորձում է, մինչև n ինչ որ թիվ է փորձում, բախտի հարցել կա մի քիչ այստեղ։ Բայց R-ը result-ա լինելու, հենց R-ը ստանում ենք, տալիս ենք Ֆյուրեի շարք լուծող ծրագրային քվանտային մասին, արդեն քվանտային մասն է դա, մեր մոդելում, նախորդ մի քիչ առաջ որ նշեցի, մեր մոդելում գծագրում, ես ցույց տվեցի, որ C#-ով գրեցինք, եւ նախորդ դասերում կամ ապագա դասերում C#-ով .NET-ով գրված դասերում եւ քվանտը որպես արտաքին սարք մեծ կօգնի քվանտային սփյուն, քվանտային կոմպյուտերը։ Օրինակ, փորձենք 15 ընդունված կարգա հեշտ է, ենթադրենք ան 7 ենք վերցրել հիմքը։ Ենթադրենք։ Ուզում եմ 15-ը ֆակտորիզացնեմ, դե ամենակարճ ճանապարհը հեշտը պետք է, հեշտից պետք է սկսենք, բարդ է, սա այս ալգորիթմը փորձել պրակտիկ լավ բան ներկայացնել, ժամերով, օրերով պետք է քննարկել։ Ինքը ասում է GCD ենք հաշվելու վերևի ֆորմուլայով, այսա։ Այսինքն մենք GCD կհաշվենք 7-15, A7-ի համար պահանջվում է հաշվենք, տեսեք, պարբերություն ենք հաշվում, ուզում ենք R-ը գտնենք։ Ինչ պարբերության դեպքում է որտեղ է հասնում, որերորդ քայլում է հասնում 1-ի, նորից։
որերորդ քայլով է հասնում մնացորդը 1, չգիտենք։ 7-ի 1 աշճանը 7 ընդհանրապես հետաքրքիր չի, որտեղ այնտեղ պայման կար դրված, որ այս ան եւ n-ը հարաբերության պետք է լինի։ 7-ի քառակուսին, այսինքն պարբերությունը ընդհանրենք 2-ը 49-ը, մնացորդը 4-ը։ Եթե 15-ի ենք բաժանում, 45-ը բաժանած 15-ի, ինքը 45-ը ստացվում, 49-ի նկատմամբ 4 մնացող ձեռք չի տալիս, դեռ պարբերությունը չեն գտել։ Խորանարդն ենք վերցնում, 3 արդյոք պերիոդը, պարբերությունը, չգիտեմ, 4 անգամ 7, 28, մնացորդը 13, բաժանում եք 15-ի, մնացորդը 13 է ստացվում, առավել մեծ թիվ, բռնացրեցինք։ 7-ի 4 աշճանը, 4-ը պարբերություն կարա դառնա, պերիոդ կարա դառնա, հավասար է 13 անգամ 7, հավասար է 91, այդպես վերցնենք, այսինքն 7-ի 4 աշճանի դեպքում 9 տալիս է 91, որի մնացորդը մեզ մոտ ստացվում է, կարճ ասած, որի մնացորդը ստացվում է 7, մի րոպե, ստացվում է 1, այսինքն ինչ է ստացվում, այս պերիոդը, այս ֆորմուլայով, չմոռանաք, որ այս ֆորմուլա կա, այսինքն այս ֆորմուլայով մենք տեղադրում ենք 4 անգամ 7, 13 անգամ 7, այսինքն մենք 7-ի հետ բազմապատկում ենք մեր գործողությունները։ Այսպիսով, եթե մեզ մոտ ստացվում է 4-ը հավասար է ենթադրենք, նո այստեղ հավասար չի, մնացորդային տեխնոլոգիա, այստեղ նույնիսկ ճիշտ չի գրած։ Մնացորդ, այսինքն 7 անգամ 4-ը 28-ը, 7 անգամ 13-ը 91-ը, բայց այստեղ մնացորդով է, այստեղ նույնիսկ ճիշտ էլ չի գրված, այսինքն այս սա ես պիտի տեղափոխեմ այստեղ, սա մնացորդի տեխնոլոգիան է, սխալ է թույլ տված ուղղակի, այս է ճիշտ, եկեք տեղում ուղղեմ, որ լեկցիաս էլ փոխվի, խոսքը մնացորդի տեխնոլոգիայի մասին է խոսքը գրում, ինչևից է, ստացվեց, որ 4-ը մեզ մոտ պարբերություն է, հիմա 4-ը ստացել ենք, ֆորմուլա ունենք վերևը, այս պլյուս մինուս ֆորմուլա ունենք և ունենք այսպիսի մի հատ սահմանափակում պետք է հավասար չլինի մինուս 1-ի, եթե հանկարծ դրան հասնում է, ապա մենք չենք կարող շարունակել, այսինքն պարբերությունը չի կարողանում բռնվել։ Հիմա վերջապես GCD-ով հաշվում ենք մեզ ստացած 4-ը հաշվելու համար, ինչ ենք անում, այն վերի ֆորմուլայում մինուսով ենք դնում, մի հատ պլյուսով ենք դնում։ 49-ից հանած և այլ GCD-ն տալիս է 3, ամենամեծ բաժանարար է կոչվում, էլի, և ֆորմուլան դուք էլ ուշադիր կնայեք, GCD-ն ամենամեծ բաժանարարը պլյուսի դեպքում տալիս է 5, սրանք էլ հենց ֆակտորներն են, այսինքն այն պարզ թվերն են, որ այս ալգորիթմը 15-ի համար գոնե հայտնաբերեց։ Մեր օրինակը հենց սա էլ հայտնաբերում է։ Փորձենք բաժանարարները ստացվեց 3-5, պարզ թվերը 3-5, լուծումը 3-5, այս օրինակում դա ցույց տվեց, սխալ ես արագ ուղղեցի, այստեղ ճիշտ չէր գրված, երևի կոպի փաստերի ժամանակ է դա տեղի ունեցել, ոչ թե 7-ի խորանարդն է, 7-ի աշճանի մոդուլ 1-ը, ինչևից է։ Հիմա օրինակ, եթե երկրորդ օրինակը բերեմ եւ հատ հարց տանք մենք մեզ, իսկ անպարտադիր է 7 լինի։ Ինչի մասին է։ Բոլոր տեղերում 2-ով է։ Մեր օրինակն էլ է 2-ով։ Փորձում են առաջի պատահածից։ Հետո փորձարկումը շարունակվում է մինչև հասնենք մեր նպատակին։ Այս բոլորը հիմք ա կարա հանդիսանա։ Բոլորը թույլատրելի են։ Սրանք անթույլատրելի են նույնիսկ այդ առումով։ Օրինակ, եթե հիմքը վերցնենք 2-ի 1, 2-ի 2, 2-ի 3, մենք կստանանք 16, մոտ 15-ով մնացորդը 1, այստեղ կբռնացնենք, էլի 4-ի վրա բռնացրեց, նայեք, էլի 4-րդ կարգի վրա, 4-րդ պերիոդի վրա, 4-րդ պարբերության վրա բռնացրեց, էլ այդ 4-ը կտեղադրենք ստեղ, կստանանք 3, 5, և նույնը ան 2-ի դեպքում, դուք կարող եք ձեր ձևով փորձարկել նաև սրանք, կտեսնեք, որ տեղադրեք ֆորմուլաները վերևն են, այս ֆորմուլան անպետք ու այս սահմանափակումը կամ այս կապ, այս երկու ֆորմուլաներով ինքը լուծվող է։ Հիմա մենք փորձենք հեսվարկյանին ծրագիր աշխատացնել, 2 ծրագիր։ Ես հիմա կոպի փաստ կանեմ, արագ ծրագիրը մենք կընթերցենք և դրանով կստանանք մեր ավարտուն մասը։
Հա, արդեն արել եմ։ Ես իրան աշխատացնում եմ, ինքը ասում է 15-ի ֆակտորը 3.5-ն է, գտել է։ Հիմա մնում է ծրագիրը նայենք։ Ծրագիրը շատ կարճ է, չէ, շատ երկար է, բայց շատ լավ է բացատրած, այստեղ ինչ է կատարվում։ Պարզ է, ես ունեմ ստարտային մաս, չմոռանանք, run short է գնում, n-ը վերցնում ենք 15, պերիոդը վերցնում ենք 2, ինքը գնում է շորի run-ը, մուտքա կատարում ենտեղ, tuple result է ստանում, tuple-ը փորձում է եւ մեծ է 1-ից, այսինքն եթե արդյունքը ստացվել է, ապա ես տպում եմ։ Այսինքն կլասիկ մասը Q-sharp-ի նորմալ այս խնդիրը լուծող է։ Հիմա մնում է այս վերևը նայենք ինչա կատարվում։ Ինքը գնում է, ուրեմն, այս վերևի ծրագիրը run short, նայում ենք run short-ը ինչա, run short-ում հուսով եմ որտեղ է, արդեն կորցրեցի։ Որտեղ այս պերիոդ մի վարքան, ես ինչ-որ բան խառնեցի, հա, internal run short, չէ գտնում, ահա, հեսա, սխալ ասեցի, n-ը մուտք անում, անմուտք անում, արդյունքը tuple-ը վերադարձնում, message-ը անում, GCD-ն է հաշվում, ներդրված հրաման է, շնորհակալություն, ներդրված հրաման է, ասինքն եթե դրանք հանկարծ պարզ են, ոչ մի խնդիր չկա, եթե պարզ չեն, շարունակում է։ Ուրեմն, եւ պետք է անցնել այլ պարբերության, եթե հանկարծ տեղի չունենա, սրա GCD-ն հավասար չլինի 1-ին, չենք շարունակում։ Ուրեմն, եթե պայմանը տեղի ունի, ապա հաշվում ենք պարբերությունը, վերջապես մենք պարբերությունն ենք հաշվում։ Այստեղ թռիչքա այս մեծ պերիոդին է, որը որ մեզ մոտ հաշվում ենք պարբերությունը պերիոդ n նկատմամբ։ Այսինքն, այս մեծ պերիոդ AN-ը մեզ մոտ լուծում է, տեսեք, խնդիրը լուծում եւ անցույց է տալիս R-ում, այսինքն պերիոդ հաշվող տեխնոլոգիան կլասիկ ձևով է հաշվում։ Այսինքն ես կլասիկ ձևով իմ մոտ, իմ ծրագրում ես այդպիսի ֆունկցիա դրել եմ, որը երկու մուտք ունի, մի հատ ելք ունի։ Ինքը պերիոդը R-ը հաշվում է, մեզ է տալիս, սա կլասիկ ձևով է, բացարձակ քվանտի հետ կապ չունի։ Եթե փոքր թվեր են, 15-ը ինքը լուծող է։ Եթե շատ մեծ թիվ է, սա կմահանա, չի լուծի, բայց ճիշտ է ալգորիթմը, հա, կլասիկայով մենք փորձեցինք իր հետ աշխատել։ Ստացվեց, ինչ ստացվեց, որ մենք փորձեցինք պերիոդը հաշվել, հաշվեցինք եւ վերջ։ Ամենակարևոր հրամաններից մեկը Great Common Division, այսինքն ես ուզում եմ factor 1, factor 2-ները այս ֆորմուլայով ստանալ, որը որ GCD-ի ֆորմուլա է։ Ստացվեց, որ կլասիկ ձևով այս տարբերակում մենք աշխատեցինք։ Խնդրեմ, ծրագիրը փորձեցի կոմենտ անել, կլասիկ ձևով է լուծված, չեմ մանրանում, որտեղ անվերջ է դրա հետ մանրանալը, այդ անվերջության հետևից չեմ ընկնում, սակայն փոքր հատված ունեմ մի հատ քվանտային ֆյուրեի տրանսֆորմացիան ինչը, այո, ոչ թե մենք այս ծրագրում կգնանք մեզ մոտ, պերիոդը կհաշվենք կլասիկ մասով մեր Q-sharp-ի, այլ մենք պետքա գնանք անպայման ֆյուրեի տրանսֆորմետ, որը քվանտային կոմպյուտերի հետ կապված լինի։ Ուրեմն այնտեղ կլինի ադամար, այնտեղ կլինի քվանտային վիճակ, այնտեղ կլինի ֆազայի շեղում, այնտեղ կլինի բոլոր խնդիրները եւ ֆյուրեն ասում է ցանկացած պատկերացնենք ֆունկցիա f(x), այդ ֆունկցիայի f(x)-ը, ասենք ֆունկցիոնալ կախվածություն x-ից եւ f-ից, ֆունկցիա նմանատիպ բազմությունա կապ չունի, սինուսների, կոսինուսների այս ֆորմուլով այս մաթեմատիկան տալիս է, այսինքն ցանկացած ֆունկցիա վերածվում է սինուս կոսինուսային շարքի։ Հիմա շորը ասում է, որ ես դրանից պետք է օգտվեմ եւ ֆյուրեի տրանսֆորմացիան քվանտայինով մենք պետք է կարողանանք կատարել։ Ուրեմն մեր ծրագրում տրված այդպիսի ծրագիր Քյուրե, ուրեմն factorial translation-ը թե translate-ը կոչում չեմ հիշում, այդտեղ ինչ առանձնահատկություններ կա։ Ուրեմն դասական հյուրերի փոխարեն մենք պետք է քվանտային անալոգիան վերցնենք, քվանտային կոմպյուտեր վերցնենք եւ շատ կարեւոր միտք, ֆազային տիրույթ ենք մտնելու, ահա ամբողջ իմաստը ստեղ է։ Superposition ենք տանում, սա ֆազային տիրույթ ենք անում, արդյունքը swap-ով է ինքը ստիպում, ի՞նչ է swap, տեղերը փոխելը բանից պարզում է MSB-ն,
ամենակարևոր բիթը, այսինքն ամենաձախ բիթը MSB-ա կոչում, LSB-ն ամենաքիչ։ Ինքը վեկտորների հետ աշխատում է հակառակ, այսպես վերցնենք, քվանտային կոմպյուտերի ձախն ու աճը մեր իմացած ռեգիստրի կլասիկ ձախ ու աճին չի բռնում։ Այո, այս ծրագիրը կփորձենք copy paste-ով դնել եւ նայել, տեսնել ինչպես է կատարվում։ Մի վայրկյան։ Նույն տեղում։ Մի հատ աշխատացնենք։ Մի վայրկյան, ծրագիրը որտեղ է գտնում, ինքը առաջի կանչը միշտ դժվար է աշխատում, ինչ որ մի բանի բերեց, ոչ մի խնդիր։ Ինքը մուտքային մասը MSB-ին հակառակն է մեզ բերում եւ 0-1-0-0-ով տալիս է, այսինքն Fourier շարքի է վերածում քվանտային ձևով, որ մեզ տալիս է քվանտային վիճակների տեխնոլոգիա, 0-1-0-0 տեխնոլոգիա մի բան գտել է։ Ես սա կապ չունի մեր մյուս ալգորիթմի հետ, այդ երկու ալգորիթմները մենք չենք ամրացնում միմյանց։ Ուղղակի Fourier ալգորիթմի աշխատանքի մի հատ տեխնոլոգիա, տեսեք 1-1-0-0, ստեղ ուրիշ է տալիս։ Ընդհանրապես հրամանները մենք քննարկենք, կառույցը կնայենք եւ կիմանանք, որ այո, քվանտային կոմպյուտերի Fourier շարք լուծող բլոկը գոնե պարզագույնից պարզագույն ձևով մենք աշխատացրել ենք։ Նայենք։ Մի վայրկյան, որտեղից սկսենք։ Մուտքը entry point վերցնում ենք 4 կյուբիտ, պատահական, կարևոր չի, օրինակ 1010, այո, այդպես էլ տվել եմ, առաջինին 1 եմ տվել, վերջինին, նախավերջինին էլի 1 եմ տվել, սա քվանտային վիճակ է, Pauli X եմ կիրառել, ինքը 0-ն դարձրեց այդպիսին, այսինքն մուտքային բիթերը ես հիմա արդեն տեսնում եմ, և MS LSB, այսինքն գլխավորը ձախ, երկրորդականը աճ, հետագայում երկրորդականը կլինի ձախ, գլխավորը աճ, այս տեղափոխությունը քվանտային Fourier շարքի կամ ծրագրավորման տրանսպոլյացիայի ձևերից մեկն է, այսինքն swap-ով, այ միտեղ պետք է լինի, այս swap-ով ես մատրիցան վեկտոր ավելի շուտ շրջում եմ, սա շատ լուրջ տեղագրավում, ստեղ մի հատ կարևոր հրաման էլ կա և համարյա այդ ասելու բան չկա, միտեղ ֆազա գտեք, այ օգտագործումը պատրաստի ծրագիր է, մենք չենք սարքելու սրա էլեմենտներով կամ գեյթերով խնդիրը, ոչ, պատրաստի library-ներ են, պատրաստի Q-Sharp-ը, Qiskit-ը, IBM-ին մյուս շատ, Google-ի, չգիտեմ ոնց էր անունը, ծրագրային կոմպիլյատորները, իրանք library-ները գտան, R1 նշանակում էր, եթե R-ը հիշում եք, ֆազային շեղում, R կամ R1 նրանք նույնն են, նույնը R1 ֆազային շեղումով ֆրակցիա անում, շարք հաստանում, ինչ-որ ֆորմուլայով, ինչևից է, մեզ համար կարևոր է control-at R1 ֆակ, մենք անցել ենք, adjourned controller, մենք այդպիսի հրամաններ անցել ենք ֆունկցիաների հետ կապված, մենք նույնիսկ բլոկ ենք անցել, ոնց ենք աշխատում, ինչևից է, պատրաստի ֆազային շեղում է տալում, ֆազային վիճակում է ինքը դիրում, այսինքն մեր ամբողջ իմաստը հետևյալն է, որ մի հատ կարդանք այս մասը, անփոխակերպվում է պարբերական ֆունկցիայի ինֆորմացիան ֆազային տիրույթ, մի հոյակապ նախադասություն, ուրեմն քվանտային QFT-ն քվանտային Fourier քվանտային մասը, որը պետք է իրականացվի ալգորիթմը քվանտային համակարգչի վրա, հակառակ դեպքում իմաստ չունի բացարձակ, ֆունկցիայի ինֆորմացիան ֆազային տիրույթ է բերում, պարբերական ֆունկցիան բերում է ֆազային տիրույթ, չգիտենք սա ոնց է ստացվում, չգիտենք այս հրաշքը ոնց է ստացվում, չգիտենք մի մեծ բազմություն, բայց արդյունք ունենք, որ էքսպոնենցիալ խնդիրը վերածվում է պոլինոմիալից ավելի փոքր կարգի խնդրի լոգարիթմականով O և չափումից հետո արդյունք տալիս ենք ինֆորմացիա, այսինքն չափումից հետո այդ ինֆորմացիան մեզ է տալիս, էլ եմ ասում ֆազային տիրույթի մասն է, այս հրամանն է,
այս հրամանը ամեն ինչ անում, ու ստեղ ցույց է տալի, որ վեկտորը վերցնում է ֆորմուլան է ցույց տալիս, չեմ մանրանում, այստեղ for անում բոլոր քյուբիտների համար որոշումը, ասինքն ինքը կարողանում ադամար սարքել, մտնել ֆազային տիրույթ, այդ բիթերի համար ստանալ պարբերություն։ Այստեղ քյուբիտներով, այստեղ թիվ չի, այստեղ ամբողջ օրի ալգորիթմը չի։ Ֆյուրեի, կարճ ասած, փոխակերպման ալգորիթմ կամ Ֆյուրեի քվանտային փոխակերպումը դա մեթոդոլոգիա է։ Մեզ մոտ նշված է MSB նշանակում է կարևորը մեկը ստեղ է, LSB նշանակում է կարևորը 0-ն է աչ է, եւ էլ ուրիշ ոչ բան, հա, քյուբիտները մեզ մոտ եթե աշխատում են, սովորաբար համարում են LSB, այսինքն մենք պետք է վերջում ստանանք չափման արդյունքում ձախից աչ տեխնոլոգիան։ Ոնց որ ես վերջացրեցի իմ ծրագրային մասը, այստեղ կանչեցի, այստեղ գնացի, հա, quantum demonstration, այսինքն entry point-ում մոռացած եմ, ուղարկեցի այնտեղ եւ անպայման չափում պետքա կատարել, վերևը նշված է։ Եթե տեսեք, դեռ չափումը չենք տեսել։ Մենք ուղարկել ենք, մենք ստացել ենք, ֆազայինը գնացել է, ուշադիր եք, չափում չկա։ Քանի քվանտները չափված չեն, իրանք անորոշ վիճակում են, իրանք զուգահեռության վիճակում են։ Ճիշտ է, դեկոգերենտ վիճակում, այսինքն կոգերենտ վիճակում պահելը վայրկյան է, րոպե է, շատ ծանր է քվանտովի կոմպյուտերների ամբողջ խնդրեմը ստեղ է, որ կոգերենտ վիճակը երկար պահի, որ ալգորիթմս վերջանա։ Այո, ինքը եթե այս ֆունկցիան գնաց եկավ ու պահեց կոգերենտություն, ասենք դեռ չենք չափել, բայց ինքը լուծում է, վերջապես հասանք մեր դեմոյին, մենք հասանք կանչեցինք Ֆյուրեն, հետո աշխատեցինք, for արեցինք եւ վերջապես ստացել ենք հենց measurement ենք անում Pauli Z-ով իր ռեսետով, այսինքն չափում ենք ռեսետով, երկուս իրար հետ է, հենց չափում ենք կոդերը գալիս կանգնում են։ Չգիտեմ, սա իսկապես Oracle-ը, սա իսկապես անհասկանալի կախարդական բլոկ է, այդպես, դեռ ինձ համար այդպես է, բայց ինքը մեզ օգուտ է տալիս։ Կախարդական բլոկ է, որը որ քվանտային ձևով ֆազաները պահելով, ֆազային տիրույթում ինֆորմացիան պահելով, ալիքային ֆունկցիա, ինտերֆերենցիա մենք անցել ենք։ Ինքը մեզ կվերադարձնի շարք, չգիտենք ոնց վերադարձրեց չենք խորանում, հենց մենք չափեցինք, այդ շարքը մեզ կտա։ Եվ եկեք նայենք այդ շարքին։ Դևս մի անգամ։ Ինքը ուղղված շարքը մեզ տվեց։ Ինքը ասեց, որ ես 3 հատ քյուբիտ եմ վերցել MSB-ին ծախում, ես ձեզ տալիս եմ 0 0 0 0, այս անգամ լրիվ 0 եղավ։ 0-ները լավ չի, գոնե մի հատ 1 տուր։ Ահա։ 0 0 1 1, ոչ մի խնդիր։ Շնորհակալ եմ, որ ինքը հարգեց մեր աշխատանքը։ Եվ ամենավերջում ինչ ասելի փոքր ամփոփանքով։ Շորե ալգորիթմը վտանգ է ներկայացնում ինչ առումով, որ կրիպտագրությունը կամ կրիպտոգրաֆիան կամ security-ին բռնվի, ծածկագրույթը հանվի, պարոլները բռնացնելու տեխնոլոգիան, որը ֆակտորիզացիայի վրա կազմված, մնում է կոմպերը լավ աշխատեն, սակայն այստեղ կարող եմ ավելացնել եւ վերջացնեմ այս մասը ամենամեծ դասնաստացվով։ Ուրեմն կա post քվանտային կրիպտոգրաֆիա, այսինքն հիմա նորն ենք հնարել, որ նույնիսկ շորի ալգորիթմը այդտեղ ի վիճակի չի պոլինոմիալ կարգով խնդիրը լուծել։ Շնորհակալություն, որ մաթեմատիկները համ մեզ օգնեցին քվանտային կոմպյուտեր ստանալ, համ էլ հերքեցին, որ շորի ալգորիթմը չի աշխատի, բայց մի ուրիշ նորություն ասեմ։ Հիմա բոլոր ֆիրմաները, հետախուզներ, ընդհանրապես երկիրի հարցակվում, բոլոր ֆիրմաները հին ֆիրմաների security-ները, ասենք ինֆոտրվյալները վերցնում են, բայց չեն կարող շիֆրովկան դեշիֆրովկա անել։ Իրանք ինչ են անում։ Իրանք այդ պահում են արխիվացիա, որ երբևիցե քվանտային կոմպյուտերը գա, տեսեք, նորից եմ ասում, երբևիցե քվանտային կոմպյուտերը գա, այդ քվանտայինով բացեն 10 տարի առաջ տեսնեն Sony ֆիրման ինչով է զբաղված եղել, կամ այսինչ երկիր ինչ security-ներ ունի։ Դա հենց հիմա գնում է շպիոնաժ, լրտեսություն փորձում են, բայց հիմա աշխարհում արդեն տարբեր տեղերում Չինաստան, Ռուսաստան, Ամերիկան առաջի տեղում բարձա գնում է, որ հիմա ստիպում են բոլոր կրիպտոգրաֆիաները կատարել post քվանտային կրիպտոգրաֆիայի մաթեմատիկական ներդրումների կամ մաթեմատիկական ուղղություններով, այսինքն ստիպում են post քվանտային կրիպտոգրաֆիան այսօր կատարել վաղվա համար։